Ողջույն բարեկամներ, վերջին ելույթներից մեկի ժամանակ ես տարբերակ առաջարկեցի ինչպես կարելի է պատասխանատվության ենթարկել եւ այսօր արդեն դատավճիռ կայացնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Ես պատմական ակնարկներով բերեցի սկսած Նեմեսիսից, որտեղ ինչ էր Նեմեսիսը։ Նեմեսիսը դա գործողություններ էր, որը իրականացնում էր Բաքվի, Թուրքիայի դատարանի Ստամբուլում տեղ ունեցած դատարանի որոշումները, որի արդյունքում երիտթուրքերը դատապարտվել էին մահապատժի։ Բնականաբար Ստամբուլի դատարանը ինքնակամ չէր կայացել այդ որոշումը, այլ կար այնտեղ Բրիտանիայի ազդեցությունը, պարտադրանքը, որով ցեղասպանության կազմակերպիչները պետք է դատվեին։ Եվ այսպես կար դատարանի որոշում, եւ այդ դատարանի որոշումն էր իրականացնում Նեմեսիս գործողության անդամները։ Հետագայում այդպիսի մի մենք պատմական օրինակ ունենք, երբ Նյուրնբերգյան դատարանում կայացվեց որոշումներ, այն մարդիկ, որոնք գտնվում էին դատարանում, այսինքն արդեն ձերբակալված էին, նրանց նկատմամբ իրականացվեց դատավճիռը, բայց այն մարդիկ, այն հանցագործները, որոնք այդ պահին ձերբակալված չէին եւ գտնվում էին փախուստի մեջ, նրանց վրա քրեական գործերը մնաց բաց, որի իրականացմանը լծվեց արդեն հետագայում Իսրայել պետության հատուկ ծառայություններ Մոսադը, եւ նրանք հիմնավորում էին, որ կա նախադեպ, կա արդեն Նյուրնբերգի դատարանի որոշում, նրանք քանի որ քրեական հանցագործներ են եւ դատապարտված են որոշակի օրենքների։ Այդ ժամանակ սենց էր, ով որ երկրում ձերբակալվեր, այդ երկրի օրենքներով էր դա դատապարտվում էր։ Իսկ ինչ են անում իսրայելցիները, առևանգում էին, նրանց բերում էին Իսրայել, որին իհարկե կարողանում են, եւ Իսրայելում դատապարտում էին իրենց օրենքներով արդեն մահապատժի։ Կամ եթե չէր հաջողվում առևանգել բերել Իսրայել, մահապատժի էին դատապարտում հենց տեղում։ Եվ այսպես, ինչպես դատել Փաշինյան Նիկոլին։ Ես կարծում եմ, որ այսօր առնվազն գոնե իմ իմացած իրավաբանների, իրավապաշտպանների մի խումբ պետք է սկսի արդեն ժողովներ, կոլեգիայի նիստեր անել, վերցնեն հոդվածները, որոնք խախտել է Փաշինյան Նիկոլը, մենք արդեն ունենք այդպիսի նախադեպ, որովհետև Հարություն Բաղդասարյանի հետ մի 2 տարի առաջ արդեն մենք նախաձեռնել էինք քրեական վարույթներ, դիմել էինք դատախազություն, դատարաններ, գործը հասել էր մինչև միջազգային դատարան։ Իհարկե միջազգային դատարանում Փաշինյան Նիկոլի ներկայացուցիչը վերցրեց այդ գործը դրեց մի կողմ, բայց դա չի նշանակում, որ Փաշինյան Նիկոլը հանցագործ չի Հայաստանի Սահմանադրության նկատմամբ։ Եվ այսպես ինչ եմ առաջարկում ես։ Նույն իրավապաշտպան եւ իմ իրավաբան ընկերների կողմից կազմում է խումբ եւ նրանք ըստ եղած փաստերի, ըստ գործող օրենքների, ըստ գործող սահմանադրության կայացնում են որոշում։ Ոչ թե որոշում են դատապարտել, մահապատժի կամ ինչ-որ բան, որոշում են, որ տվյալ անձը, կոնկրետ դեպքում Փաշինյան Նիկոլը, հանցագործ է այս հոդվածներով։ Ավելի լավ ներկայացման համար նույնիսկ կարելի է հրավիրել բաց քննարկում, Նիկոլ Փաշինյանը կարող ունենա պաշտպան, որի իր շահերը կպաշտպանի, կարող է պաշտպանի, կարող է չպաշտպանի, դա էական չի, բայց նման դատավարություն հերակա կարգով, որ այո, սա իրավաբանների կոլեգիան է, սա փաստերն են, որով Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, կարող է այդ որոշումը ոչ մի իրավական հետևանքներ չունենա, ազդեցություն չունենա, նույնիսկ սարկազմի վերածեն, ծիծաղեն այդ որոշումների վրա, ասեն դուք ոչ մի իրավունք չունեք, բայց դա բոլորովին էական չի։ Էական չէ հանգամանքը, որ այսօր դա պարտադիր չի կատարման համար, բայց դա այն նախադեպն է, այն հիմնավորումն է, որ Փաշինյան Նիկոլը հանցագործ է։ Առնվազն գոնե մի քանի իրավաբանների ներկայացած փաստերի հիման վրա։ Եվ որի նախադեպով էլ այն պահին, որ եղավ ցանկացած իշխանություն, այս գործը արդեն իր պարտականությունների տակ է իրականացնել, թե դառնալ հերթական Փաշինյան Նիկոլ։ Երկրորդ մասը, սրա ամենակարևորը, որ մենք մեր միջազգային գործընկերներին ցույց ենք տալի, որ Հայաստանում ըստ գործող օրենքների Փաշինյան Նիկոլը այսքան մարդու կարծիքով կայացած որոշումով, հրապարակային հանցագործ է, բայց քանի որ մենք չունենք դատարան,
չունենք ազատ անկախ դատարան, սա չի իրականացվում, թե ինչ չունենք ազատ անկախ դատարան, դրա ապացույցները շատ են եւ միջազգային բոլոր կառույցները դրա մասին խոսել են բազմաթիվ անգամ, ապացուցել են, որ Հայաստանում չկա մարդու իրավունքների պաշտպանություն, դատարանները չեն գործում, կոռուպցիան հասել է մինչև տիեզերք, այսինքն միջազգային ացիաների զեկույցները գալիս են օգնելու, որ այո, մեր իրավաբանները իրավացի են եւ այն հանգամանքը, որ այս որոշումը չի իրականացվում գործող դատարանի կողմից, դա նույնիսկ չի, որ իրավաբանները սխալ են, այլ նույնիսկ է, որ համակարգը կոռումպացված է, որը վկայում են միջազգային բոլոր կազմակերպությունների այս զեկույցները։ Եվ այսպես, ոչ միայն Փաշինյան, Նիկոլին, այլ ցանկացած այսօր դատախազից սկսած, գլխավոր դատախազից սկսած, որի գործողությունները ոտքից գլուխ հակասում են Հայաստանի Սահմանադրության գործողություններին։ Այսինքն դրանցից բոլորին կարելի է նույն կոլեգիայի շաբաթը մեկ կլինի, ամիսը մեկ կլինի, հավաքած ինֆորմացիայի հիման վրա, կայացնել նիստ, քննարկումներ, բաց, այս հաղթակներ ձեր տրամադրության տակ է, եւ ի վերջո ցույց տանք մեր հանրությանը, որ մի խումբ իրավաբանների եւ իրավապաշտպանների հիմնավորմամբ Հայաստանի օրենքներով, սահմանադրությունով այս մարդիկ գործում են հակասահմանադրական գործողություններ, այսինքն նրանք հանցագործ են պետության օրենքների եւ սահմանադրության առաջ։ Նորից եմ ասում, այս գործողությունները ծաղրվելու են, այս գործողությունները արհամարվելու են, բայց դա ոչ մի բան չի նշանակում։ Սա քաղաքական մեծ նշանակություն ունի։ Սա այն հիմքն է, որին պետք է հասկանան։ Այ այս հոդվածներով, այ այս հիմքերով վաղը իրենց դատելու են։ Այն պահին, երբ որ իրանք կորցրեցին իշխանությունը, կամ այն պահին, երբ որ Հայաստանը ունեցավ իր սեփական ժողովրդավարական իշխանությունները։ Թե ովքեր են այդ իրավաբանները, որ կարող են դա իրականացնել, ես այս պահին ուղղակի ամբողջ կազմի անունները չեմ կարող տալ, բայց ես առնվազն գոնե գիտեմ մի քանի հոգի, որոնք երբեք չեն վախեցել ռեժիմի դեմ խոսել, գործել, ապացուցել, որ իրենք կոռումպացված չեն եւ հատված չեն այս հանցագործ ռեժիմի հետ համագործակցելու եւ կողքել նրանց հանցանքները։ Առնվազն ես վստահ եմ Հարություն Բաղդասարյանի վրա, ես վստահ եմ Նինա Կարապետյանցի վրա, ես վստահ եմ Մարինա Պողոսյանի վրա, մենք Շուշանյանը կարծեմ հիմա բանտում է, մի խոսքով Արայիկ Պապիկյանն ոնց է մոռացել։ Արայիկ Պապիկյանը կա, ես վստահ եմ էլի կլինեն մարդիկ, որոնք կհամաձայնվեն պաշտպանել օրենքը եւ սահմանադրությունը։ Հա, ես կարծում եմ շատ օգտակար միջոցառում պետք է լինի սա։ Ընդ որում մենք սա նախադեպ ունենք նաեւ հայկական իրականության մեջ, ես այդ հաղորդման ժամանակ նշել էի, այդպես իրականացավ, բանը 2012 թվականին Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժումը, երբ որ հավաքվեց հանձային դատարան, դատարանը որոշում կայացրեց, որ այս կրպակները Տարոն Մարգարեն տեղած անօրինական են, հա, եւ հավաքվածները, որոնք ընդունեցին իրենց հանձային դատարանի որոշումները, անցան այդ կրպակների ապամոնտաժմանը։ Այս ձայնագրությունները բոլորը կա, դա 2012 թվականի ապրիլն էր, կարծեմ հենց խորհրդարանական ընտրություններից առաջ, դայից հետո, երբ որ process-ը սկսեց, Սերժ Սարգսյանն արդեն ստիպված էր գալ, կանգնել հրապարակում եւ ասել հայտնի նախադասությունը. Տարոն սիրուն չի, ապամոնտաժի այս կրպակները, քանի վերջնականապես մենք չենք խայտարակվել։ Այնպես որ, ինչպես տեսակ, պատմականորեն առնվազն 3 նախադեպ ունենք դատարանի որոշման եւ դրա իրականացման, թեկուզ հետաձգումով, բայց ցանկացած նման որոշում, անպայման ցանկացած նման process ունենում է նաեւ հետևանքներ։ Եվ այսպես առաջարկում եմ իմ կողմից առաջարկված ընկերներին նախաձեռնել, քննարկել նման մի process եւ սկսել այլընտրանքային դատարանի գործունեության պրակտիկան, որը օրենքով արգելված չի, հետևաբար ոչ մի պատասխանատվություն չի ենթադրում մեր իրավաբանների եւ իրավապաշտպանների նկատմամբ։ Թե այս ընթացքում իմ ընկերները կամ ես հետո կհիշեմ էլի իրավաբաններ, որոնք կմիանան այս process-ին, հա,
ու կնախընտրեն պաշտպանել սահմանադրությունը ոչ թե Փաշինյան-Նիկոլի իշխանությունը, այդ ժամանակ մենք կտեսնենք, որ արդեն ոչ թե ունենք 4 հոգի, այլ 40 հոգի կամ էական չի, կարևորը process-ն է եւ ցույց տալ մեր գործընկերներին, հա, դրսում որոնք ուշադիր նայում են Հայաստանում կատարված գործողությունները, որ Հայաստանում կենթանի մարդ կա, ոչ մարդիկ կա, հա, որոնք դեմ են այս ամեն ինչին եւ որ հիմնավորում են իրավաբանորեն ինչու են դեմ եւ ինչու՞մն է խնդիրը։ Այս պահին այսքանը, ես եթե զրուցեմ նոր բան ունենամ, արդեն իմ առաջարկված ներկայացված ընկերների կողմից լրացուցիչ ես կներկայացնեմ։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։